Սիրելի գործընկերներ, հարգելի դաշնակցականներ, ես իմ ելույթում դաշնակցության մասին ասել եմ լավ բաներ եւ վատ բաներ։ Խնդրում եմ զինվել համբերությամբ եւ փորձել ինձ չընդհատել։ Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հետ կապված հարցեր եւ դաշնակցության հետ կապված հարցեր։ Եվ ես շատ ուրախ եմ, որ պարոն Գեղամ Մանուկյանը այստեղ մեջբերեց Սարոյան եղբայրներ ֆիլմը, որովհետև ես կարծում եմ, այդ ֆիլմի մասին քննարկումը կարող է կենտրոնական դառնալ մեր այս ամբողջ բանավեճի մեջ։ Նախ ասեմ, պարոն Մանուկյան պետք չի փորձել արդարացնել այդ ֆիլմը ընդհանրապես, ինքը իրապես հակադաշնակցական ֆիլմ է եւ ասեմ ավելին հակաանկախական ֆիլմ է, որովհետեւ սովետական ժամանակներում հակաանկախականությունը ու հակադաշնակցականությունը նույն բանն էր, որովհետեւ բոլշևիկները մեր անկախությունը վերացրել էին այն ժամանակ, երբ որ 1920 թվականին դաշնակցության գործիչներն էին փորձում պաշտպանել Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը, սա անբեկանելի փաստ է։ Եվ ես միշտ ինչ մեղք թաքցնեմ, երբ որ նույնիսկ փոքր էի, ես ահա որ ներվայնացել եմ, երբ որ մեր հեռուստատեսությամբ տեսել եմ Սարոյան եղբայրներ ֆիլմը եւ ավելացնեմ նաեւ նվագախմբի տղաներ ֆիլմը։ Եվ իհարկե որևէ կերպ չեմ ժխտում այդ ֆիլմերի գեղարվեստական արժեքը, բայց գաղափարական արժեքը ժխտում եմ ամբողջությամբ եւ ես համարել եմ, որ ամոթ է, որ պետք է նորանկախ Հայաստանում ցուցադրվի ֆիլմ, թե ինչպես են օտար ուժերը վերացնում մեր անկախությունը։ Ես ներվայնացել եմ դրանից։ Ասեմ ավելին, ինչպես գիտեք, այդ ֆիլմերում դաշնակցական կերպարները բացասական կերպարներ են, բայց ես ինձ նույնականացրել եմ իրանց հետ այդ ֆիլմը նայելուց, որտեղ իրանք են իմ անկախությունը իրենց մեջ պարփակել։ Եվ վերադառնալով էլի, ի՞նչն է խնդիրը։ Հիշեցնեմ, Սարոյան եղբայրներ ֆիլմում երկու եղբայր են, Գևորգը ու Հայկը։ Գևորգը դաշնակցական եւ հետեւաբար անկախական, եւ Հայկը բոլշևիկ եւ հեղափոխական։ Խնդիրն այն է, սիրելիներս, որ դուք Գևորգից վերածվել եք Հայկի։ Խնդիրը այդ է։ Խնդիրն այն է, որ դուք սկսել եք մահկամ ազատությունից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որը ասում են, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, երբ որ 1988 թվականին, երբ որ շարժում էր, անկախական շարժում էր ծնվում եւ մոլեգնում բառի լավ իմաստով Հայաստանում, ձեր կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը, հասկանում եք, մահկամ ազատություն գոռացող կուսակցությունը, որպես պաշտոնական իր լոզունգ ունեցող կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը, մինչև ընդཐུպ 91 թիվ։ Կամ աբսուրդն այն է, որ այդ կուսակցությունը, այն կուսակցությունը, որը գլխավորել է մեր պայքարը 1920 թվականի դրությամբ անկախության դեմ, կարա 2000 օրինակ 25 թվի դրությամբ աջակցի, որպեսզի կոմունիստական կուսակցությունը իշխանության գա Գյումրիում, որի ղեկավարն է, նկատի եմ, որի ղեկավար Հանրահայտ Վարդանիկը ասի բանա, ով որ դեմ է, որ Հայաստանը միանա միութենական պետությանը, չէ, ասում է, մարդիկ պետք է ասեն, կամ իրանք կողմ են միութենական պետությանը, կամ թրքահապատակ շանտաղա են։ Այդ աբսուրդը։ Աբսուրդը այն է, որ դուք գիտեք, որ Եզրասը, այսպես կոչված, հայտնի Կարո ծածկանունով KGB-ի գործակալ, ձեր քաղաքական դաշնակիցն է։ Այդ աբսուրդ է։ Պարոն Ռուստամյան, ասում եք, ոնց մենք մեր տեսակը փոխենք, դուք փոխել եք ձեր տեսակը, դուք Գևորգից վերածվել եք Հայկի։ Այդ է, դուք փոխել եք ձեր տեսակը։ Իհարկե տարբեր բացատրություններ կարող է լինել, նկատի չունեմ ամենևին անձամբ ձեզ, գիտեք, ձեզ շատ լավ են վերաբերում, անձամբ նկատի ունեմ դաշնակցությունը։ Տարբեր բացատրություններ կարող են լինել, ինչու եք դուք փոխել ձեր տեսակը, ինչի եք դուք մահկամ ազատությունից հասել 004 շրջաբերականի, որում ասում էր, որ բանը, մեկ-մեկ դե պետք է էլի բան անել։ Հիշեցնեմ, ի՞նչ է գրած 004 շրջաբերական, ասում է ժամանակներ են լինում, երբ որ ինքնիշխանությունը պետք է որոշակիորեն սահմանափակել հանուն, ինչ որ չգիտեմ, ազգային նպատակների։ Էլ չեմ ասում, որ այնտեղ գրած է, որ հավանական այն սցենարում, երբ որ Ռուսաստանը Ղարաբաղը կորոշի ուղիղ ենթակայության տակ դնել կամ ինչ որ միութենական սցենարով պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանն էլ այդ սցենարի մեջ լինի։ Բայց ինչ բացատրություններ կարող են լինել։ Մեկը
ասում եմ, մի անգամ եմ ասել, պատմական Ստոկհոլմյան սինդրոմն է։ Քանի որ 1920 թվականին Դաշնակցության իշխանության օրոք Հայաստանը կորցրել է իր անկախությունը, քանի որ բոլշևիկ մի կողմից հայ-թուրքական պատերազմներ մոլեգնում, մյուս կողմից բոլշևիկները մտան Հայաստան եւ վերացրեցին Հայաստանի անկախությունը, կարող է դուք այնքան մեղք եք զգում դրա համար, որ մտածում եք, լավ, ուրեմն պետքա սուսուփուս մնալ, չփորձել պաշտպանել անկախությունը, բալքի մի բան ստացվի։ Ես հուսով եմ այդ բացատրությունն է, որտեղ դա գոնե ինչ ասեմ, դա գոնե բացատրությունն է, որը ինչ որ ազնվության տար ունի իր մեջ։ Մյուս բացատրությունը տվել է խորհրդային KGB-ի հետախուզության պետ Կալուգինը, որը իր գրքում գրել է, որ խորհրդային KGB-ն ուղղակի հավաքագրել է այն ժամանակվա Դաշնակցության ղեկավարությանը եւ արդյունքում այսպիսի մեծ փոփոխություն ա եղել եւ արդյունքում Սարոյան եղբայրների Գևորգը դարձել է հայ։ Կարող է դա է բացատրությունը, չգիտեմ։ Կամ պարոն Ռուստամյան, ասում եք բանը թուրք-ադրբեջանական տանդեմն է միայն տանդեմն է դեմ Դաշնակցությանը։ Այդ ցավը տանեմ Դաշնակցությունը Երիտուրքերի հետ կոալիցիայի մեջ ա եղել Դաշնակցությունը 1918-ից 20 թվականների ընթացքում մուսաֆատական Ադրբեջանի կառավարության մեջ, եթե չեմ սխալվում, 2 թե 3 նախարարական պորտֆել ա ունեցել։ Եղել է, ես հետո կկարդամ, կապացեմ։ Ինչ? Չէ, նկատի ունեմ, եթե Հայաստանում կա մեկ ուժ, որը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարձրբուն իմաստով կոալիցիայի մեջ է եղել եւ նույն կառավարության մեջ, դա հայ հեղափոխական Դաշնակցությունն է, որը մի խնդրում եմ, էլի սիրելիներս, մի ընդհատեք, ես շատ հարգալից եմ ձեր հանդեպ։ Սկզբում էլ այդքան լավ բան ասեցի, հատուկ այդքան լավ բան ասեցի, որ վերջում չընդհատեք։ Եվ վերադառնալով, էլի, ինչ եմ ես ամեն ինչ ասում, որովհետև ես համաձայն եմ Հակոբ Մովսեսի հետ, որ Դաշնակցությունը պիտի փոխի իր գաղափարախոսությունը, բայց ոչ թե այն իմաստով, ոչ թե փոխի ձեր 135-ամյա գաղափարախոսությունը, այլ վերադառնա իր ակունքներին, որովհետև դուք ձեր ակունքներին դավաճանել եք սիրելիներս, դուք մահկամ ազատությունից դարձել եք 004 շրջաբերական գրող կուսակցություն, դուք մահկամ ազատություն գոռացողներից դարձել եք չէ, ինչ անկախություն, դա վտանգավոր է, դուք մահկամ ազատություն գոչողներից դարձել եք KGB գործակալ պաշտպանողի, դուք մահկամ ազատություն գոռացողից դարձել եք Գյումրիում կոմունիստական կուսակցության հետ կոալիցվողի, վերհիշեք ձեր արմատները, սիրելիներս։ Հիմա ինչ վերաբերում է Հակոբ Մովսեսին, արդեն դե ֆիքսեցինք դժվար չի գուշակելը, որ ես 100%-ով համաձայն եմ իր արտահայտած մտքերի հետ։ Բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, պարոն Հակոբյան, ամեն դեպքում ինքնին այս քննարկման փաստը վկայում է այն մասին, որ մեր հարգարժան դաշնակցական գործընկերները համենայն դեպս համարել են, որ ձեր որոշ արտահայտություններ քաղաքական քննադատություն են պարունակում առ իրենց այսօր։ Այդ տեսակետը եւ խախտում է չեզոքությունը։ Այդ տեսակետը կարելի է կիսել եւ չկիսել։ Ես ամեն դեպքում բնականաբար էլի կամ դեմ եմ քվեարկելու ձեզ լիազորություններից զրկելու հարցին կամ չեմ մասնակցելու քվեարկությանը, ես շարունակում եմ համարել, որ դուք շատ մեծ ավանդ ունեք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի աշխատանքներում եւ ես շատ ուրախ եմ, որ դուք պիտի շարունակեք այդտեղ ձեր աշխատանքը, բայց կարծում եմ համենայն դեպս պետք է հաշվի առնել, ինչպես ասվեց մի քանի անգամ, եւ չտալ մեր հարգարժան Դաշնակցությանը արհիտ կասկածելու ձեր չեզոքությանը եւ գուցե այսպես նաեւ մենք դրթենք, որպեսզի մեր հարգարժան դաշնակցական գործընկերները վերջապես վերադառնան իրենց ակունքներին։ Եվ վերադառնալով Սարոյան եղբայրներին, պարոն Մանուկյան, համարվում է, որ Սարոյան եղբայրներ ֆիլմը նաև հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ սովետական կինեմատոգրաֆիայում դաշնակցականը չի ներկայացվում որպես այդպես լիակատար վատ կերպար, որոշակի մարդկային բան են դրել մեջը, բայց կներեք, դրա համար ինձ չի որ մենք պետք է շնորհակալ լինենք սովետական կինեմատոգրաֆիային, որովհետև կրկնում եմ 1920 թվականին Հայաստանի անկախության համար պայքարած մարդը իմ, չեմ կարող ասել եղբայրն է, որտեվ իմ նախապապն է, իսկ այսօր Հայաստանի անկախության համար պայքարող մարդը իմ եղբայրն է, իսկ Հայաստանի անկախության դեմ պայքարող
բոլշևիկը ոնց են ժամանակ ա եղել արգահատելի եւ դատապարտելի սրիկա, այնպես էլ այսօր։ Կեցե ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, սիրելի գործընկերներ, քաղաքացիներ, սիրելի երեխաներ, շնորհակալություն, որ այսօր այցելել եք եւ կլսեք մեր քննարկումները դաշնակցության վերաբերյալ։ Տիկին Մարիա Կարապետյանի ելույթը շատ հետաքրքիր էր եւ կարծես ինձ տրամադրեց, որ ես շարունակեմ իմ այսպես ասած այն ինչ որ ես մտածում էի, որ ինքը կարող էր ասել եւ սկսեմ եւ շարունակեմ ձեր 135-ամյա պատմությունից, հարգելի գործընկերներ, որով դուք հպատանում եք։ Ես չգիտեմ մի այնպիսի կուսակցություն, որը այդքան ամաչում է իր պատմությունից, ինչքան դաշնակցությունը։ Որովհետև դուք, հարգելի գործընկերներ, ձեր քննարկումներում եւ դաշնակցության պատմության մասին խոսքեր ասելուց միշտ այն ամոթալի էջերը շրջանցում եք, որոնցով այդքան հարուստ է այդ կուսակցությունը։ Ես չեմ ուզի հիշեցնել դրանց մասին, ուղղակի կուզեմ մեկ նախադասություն ասել, որ դաշնակցությունը այն կուսակցությունն է, որը պետական ցանկացած քայլ կարող է ներկայացնել որպես հարձակում ազգի վրա, որը թույլ է տալիս գրեթե ընտրազանգված չունեցող այս կուսակցությանը միշտ զբաղեցնել բարոյական բարձր դիրք։ Եվ այդ բարոյական բարձր դիրքն էլ, հարգելի գործընկերներ, ձեզ միշտ թույլ է տալիս հանդես գալ ձեր դաշնակցության ծրագրից։ Ես բացեցի նայեցի դաշնակցության ծրագիրը, որից հատվածներ էր զետեղված կայքում, եւ հասկացա, որ դաշնակցության ծրագրով այս լուսավորյալ դարում, 21-րդ դարում, 2026 թվականին հանդես գալը, եթե չասեմ ժամանակավրեպ է, ապա գիտեք ինչ տպավորություն է թողում, ոնց որ ինչ որ մի դիակի արտաշիրի մում անեն, մասունքները բերեն դնեն մի հանդիսավոր տեղում եւ ասեն, որ այս մասունքները ինչ որ որոշիչ դեր են կատարում։ Ձեր կուսակցության ծրագիրը ընդհանրապես հակապետական ծրագիր է։ Դուք եւ ես ուզում եմ այդ ծրագրից մի քանի դրույթներ կարդալ, որպեսզի մենք միասին հասկանանք, թե ինչի մասին է ընդհանրապես լռում դաշնակցությունը, խոսելով ազգային նպատակներից, ինքնությունից եւ ավելի վեհ գաղափարներից։ Եվ ձեր նպատակադրումում դուք նշում եք ազատ անկախ միացյալ Հայաստանի կերտումը եւ նշում եք, որ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնի Սևրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, եւ դրա մասին խոսելը, եթե ես հիմա խոսեմ, որ Սևրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը չեն կարող լինել Հայաստանի կազմում, մի ողջ դաշնակցություն եւ դաշնակցության մերձավոր ընկերները պիտի ինձ մեղադրեն, որ ես հայրենասեր չեմ, որ ես մեր պատմությունը չեմ սիրում, բայց դուք կարող էիք օրինակ ավելի հետ գնալ եւ Բերլինի կոնգրեսը գրել, այստեղ 61-րդ հոդվածը, որը կարծես ավելի վատ չէր լինի։ Հետո կարող եք, եթե այդ չէ, գոնե Սան Ստեֆանոն հիշատակել։ Գիտեք ինչ, կարելի է գրել, այո, Միացյալ Հայաստան Սևրի պայմանագիր, Արցախի, Ջավախքի, Նախիջևանի երկրամասերի միավորում։ Ու դուք այդպես ուզում եք գալ դառնալ իշխանություն, դրա համար 135 տարի դուք չեք կարողացել իշխանությանը նույնիսկ մոտ լինել, ամբողջական իշխանություն վերցնելու համար։ Դուք չեք կարող, որովհետև դուք պետականության մասին որևէ պատկերացում չունեք, եւ դուք խոսում եք ձեր դրույթներում Հայաստանի պետականության հզորացման, ժողովրդավարության եւ իրավական պետության նվիրագործման մասին, ապա դուք պետականության հզորացման համար ոչինչ չեք արել, ինչպես կասեր պարոն Ռուբինյանը, հասել եք 004 շրջաբերականին, ժողովրդավարության համար դուք ոչինչ չեք արել, բացի ծաղրելով ժողովրդավարությունը եւ շարունակում եք ծաղրել ժողովրդավարությունը, դուք ժողովրդավարությունը հաստատելու փոխարեն ընտրություններ կեղծելն եք ողջունել անկախացման 30 տարիների ընթացքում եւ պետության իրավական պետության նվիրագործման տակ դուք ունեիք Բագրատ Գալստանյան եւ ձեր գործընկեր падգամավոր Արթուր Սարգսյան, որոնք ինչ էին անում, որոշում են ահաբեկչություն անել։ Դա ձեր իրավական նվիրագործման հատվածներից մեկն է։
Տարագիր եւ աշխարհասփյուռ հայության համախմբում Դաշնակցության ծրագրի նպատակադրումներից մեկն է։ Տարիներ շարունակ պարակտել եք ողջ Սփյուռքը։ Էջմիածնին զուգահեռ ստեղծել թեմեր, որպիսի ձեր ազդեցությունը ունենաք սփյուռքահայ մեր հայրենակիցների վրա։ Ստեղծել եք թեմեր եւ ղեկավարել եք այդ թեմերը։ Հիմա էլ կան այդ թեմերը շարունակում են գործել։ Խոսում եք դաշնակցական ազատ մամուլի մասին։ Սակայն երբ կարդում ես պատմությունը, տեսնում ես, որ օրինակ Կահիրեում ժամանակին մի դաշնակցական թերթ է եղել, որը մեղադրել է Իրաքի թեմի առաջնորդին KGB-ի գործակալ լինելու մեջ, մեղադրել է նրան ինչ-որ լուտանքներով, հայհոյախառն հոդվածներով եւ հոգեվոր հայրը դատի է տվել այդ դաշնակցական թերթին։ Եթե չեք հավատում, կարող եմ թերթը տպագրված մոտս կա բերել եւ կարդաք։ Ամեն ինչ թվագրված է, կամ 1956 թվականին արքեպիսկոպոսի սպանությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչի համար? Որովհետև չէր ուզում ձեզ հետ համագործակցել, որովհետև դրան մեղադրում էիք Էջմիածնի հետ համագործակցության մեջ ավելի, քանի որ այդ ժամանակ Դաշնակցությունը համարում էր, որ Էջմիածինը KGB-ի գործակալ է, որ Էջմիածնի կաթողիկոսությունը, որ մայր աթոռը համագործակցում է խորհրդային KGB-ի հետ, Դաշնակցությունը։ Հիմա Դաշնակցությունը դարձել է Էջմիածնի մեծագույն պաշտպանը։ Նույնիսկ Կատրիժ Ներսիսյանը հոգևոր հայրեր է ուղարկում դաշնակցական ժողովները օրհնելու համար։ Կարծում եմ կարող եք մի հատ էլ հոգևորական ընտրել Գերագույն մարմնի անդամ։ Կարող եք ոչ, դա արդեն ձեր ըստ ճաշակի։ Ինչ եք արել անկախության 30 տարիների ընթացքում, որպիսի արժանանաք դրական գնահատականի, որպիսի ժողովուրդը ձեզ վերաբերվի, որպես իր ծոցից դուրս եկած եւ Հայաստանի ազատության համար պայքարող երկիր։ Ինչ է կուսակցություն։ Այո, Արցախյան ազատամարտի ժամանակ տվել եք զոհեր, որոնց առաջ բոլորս խոնարհում ենք, սակայն դուք որևէ կերպ չեք ուզում, որ մենք ունենանք խաղաղություն, դուք ծաղրում եք խաղաղությունը, ձեր գործընկերը այստեղ այս ամբիոնից այսօր ծաղրեց խաղաղությունը, ասելով, որ սա մենք էս էլ ենք կորցնելու, նախ սա էս չի, սա Հայաստանի Հանրապետություն է, որտեղ բոլորս ապրում ենք, սա անկախ պետություն է, սա էս չի եւ մենք էս Հայաստանի Հանրապետությունը չենք կորցնելու, ի հեճուկս ձեզ, ի հեճուկս ձեր նմանների, որովհետև դուք չեք ուզում եւ չեք կարող տանել, որ մենք կարող ենք ունենալ անկախ պետականություն ունեցող երկիր, որտեղ դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Եվ դաշնակցությունը իհարկե վաղուց անելիք չուներ։ Եվ ձեր սիրելի եւ մեր սիրելի պետական գործիչներն են ժամանակին ասել դրա մասին։ Դուք ասում եք Հովանես Թումանյան, Ավետիք Իսահակյան, բա Ալեքսանդր Շիրվանզադե, Գարեգին Նժդե, Հովանես Քաջազնունի, բա իրանց ինչի չեք մեջ բերում։ Ինչի չեք մեջ բերում։ Անդրանիկ, ինչի չեք մեջ բերում։ Դե չեք մեջ բերի, որովհետև այդտեղ արդեն դաշնակցական դիֆերանբներ չկան։ Երբ որ մարդիկ իջել են հողի վրա եւ տեսել են, թե ում հետ են գործ ունեցել այդքան տարիներ, պետք չի համահարանքով ծիծաղել, այդպես հեգնել։ Ինչ։ Ես ոչինչ չեմ արգելում, ես ուղղակի չեմ ուզում դուք ինձ այդտեղից ընդհատել, դուք կարող եք գալ եւ խոսել ձեր կուսակցության վեհ գաղափարների մասին, բայց էսա ձեր կուսակցության վեհ գաղափարները։ Հատվածներ ՀՅԴ դաշնակցության ծրագրից։ Ժամանակավրեպ, ոչինչ չասող, ոչ մի բանի մասին եւ ամենակարևորը կուսակցություն, որի կուսակցականները երթվում են գերեզմանի վրա զենքով։ Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ, ասենք դուք ինչ չգիտեմ, այդ որ ասում եմ արտաշիրիմում անել, էդ էլա դրա մասին։ Դուք գոյություն չունեցող ծրագրով, թղթի վրա գոյություն ունեցող, սակայն կյանքում ոչինչ չասող, չխոսող մի կուսակցություն եք, որը միայն կարող է հավակնել
բարոյական ինչ որ դիրք, բարձր դիրք չեմ ասում այլևս, ինչ որ դիրք գրավելու համար։ Դուք չեք կարող հավակնել որևէ պետական դիրք գրավելու համար, որովհետև դուք այնքան ժամանակավրեպ եք, որ նույնիսկ չեք էլ կարող պատկերացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի երևի աշակերտներ, այսօրվա քննարկումը երևի ամենակարևոր քննարկումներից է, որը երբևէ տեղի է ունեցել ազգային ժողովում, որովհետև սա գաղափարական, արժեքային բախում է, եւ որ ամենակարևորն է, սա տեսակի բախում է։ Հակոբ Մովսեսի գոյությունը արդեն իսկ հարգելի դաշնակցություն, ձեզ համար անհաղթահարելի մարտահրավեր է։ Որևէ բան այնքան ձեզ չի սարսափեցնում, որքան ազատ միտքը։ Ազատ միտք, որը չի ենթարկվել ձեր քարոզած վերացական հայրենասիրությանը։ Ձեզ սարսափեցնում է մարդ, ով պատասխան է տալիս իր այսօրվա համար, ով պատասխան է տալիս իր ճակերտավոր փոքր գործերի համար, որոնք աղյուս են ավելացնում պետության հիմքին։ Եվ մարդ, ով չի ենթարկվել գայթակղությամբ զբաղվել մեծ, բայց վերացական գործերով, որտեղ ինքը անելիք չունի եւ պատասխան տալու նույնպես ոչինչ չունի։ Իրականությունը ձեր թշնամին է, հարգելի գործընկերներ, եթե այն լավն է։ Ձեզ խնդիրներ են հարկավոր ձեր գոյությունը պահպանելու համար։ Ձեր առաքելությունը խնդիրների վերարտադրությունն է։ Երբ պարոն Հակոբյանը նույնիսկ գովաբանում է ձեր գաղափարախոսությունը եւ ձեր արժեքները, ասելով, որ ձեզ ընդհանրապես ադապտացիա է պետք, դուք նույնիսկ դա չեք մարսում, քանի որ դուք նույնիսկ ձեր հնչեցրած գաղափարախոսությունը եւ արժեքները պատանդարել եք, որպեսզի այն օգտագործեք իշահ ուղղակի, իշահ ձեզ։ Դուք ծառայեցնում եք այդ գաղափարախոսությունը իշահ ձեզ եւ ոչ թե ինքներդ ծառայում եք գաղափարախոսությանը։ Եվ պետք է ասեմ, որ այս առումով դուք եւ Կտրիչ Ներսիսյանը շատ նույնական եք, որովհետեւ դուք երկուսդ էլ երթում եք տվել մեկ բանի մասին, սակայն անում եք բացարձակապես այլ բան։ Եվ վերջապես, ինչպես հարմարվել այն իրականությանը, որտեղ դուք անելիք պետք է ձևավորեք, որտեղ դուք պետք է իրական խնդիր ձևակերպեք եւ դեռ ավելին լուծումը նույնպես։ Սա ձեզ մտածող տեսակ պետք չէ։ Դուք տեսակի կռիվ ունեք, ձեր տեսակը, քանի որ ժամկետանց է, ու սա է հիմնականը, որ ձեզ ցավեցրել է այսքան։ Երևի թե այսքանով կսահմանափակեմ եւ կարծում եմ մի բան էի ուզում ասել, ճիշտ ասած, որը ամենասկզբից էի ուզում ասել, ձեզ այսքան էսթետիկ ձևով կարծում եմ երբևէ որևէ մեկը բնութագիր չի տվել, ինչպես տվեց պարոն Հակոբյանը, բայց ձեզ պետք էր։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախ ես ուզում եմ արձանագրել, որ հայ հեղափոխական դաշնակցությունը շատ մի հատ օգտակար գործ արեց, բայց ակամա։ Եվ ես գնալով սկսում եմ համոզվել, որ դաշնակցության մոտ լավ գործերը հիմնականում ակամա են ստացվում, բայց ինչև է, շնորհակալություն, որովհետև եթե Հակոբ Մովսեսի հետ հայտնի հարցազրույցը մինչև այս քննարկումը նայել էր X թվով մարդ, ապա այս քննարկումը վստահաբար կդառնա մեր այս գումարման խորհրդարանի ամենահետաքրքիր քննարկումներից մեկը, որը ժամանակ առ ժամանակ մարդիկ կվերանայեն եւ դաշնակցության այն բանը հիմնական կարմիր թելով անցնող գաղափարը, որ այ հիմա մենք դաշնակցության դեմ ենք պայքարում, անդադ հնչում են այդ դաշնակցությունը փակելու մասին նախկին պատմությունը ժողովուրդ, մենք ձեզ չենք փակելու, չերազեք, մենք ձեզ բացելու ենք եւ մենք ձեզ բացել ենք ու ձեր խնդրումը հենց դա է։ Ձեր խնդրումը հենց այն է, որ այդ միտքը բաց հնչել է։
Հակոբ Մովսեսը ինչ ասել, միտք ասել։ Եվ Դաշնակցության գաղափարական ինկվիզիցիան ծայր է առել մի նոր թափով։ Ու Դաշնակցությունը հիմա եկել է Հայաստան դաշինքը եւ խոսում է սահմանադրությունից, փրկում է, ուզում է սահմանադրական կարգը փրկի։ Բայց ես ախր զգում եմ, որ ինչ որ կեղծ, երեսպաշտ բան կա այս քննարկումների մեջ։ Եվ ես գտա այդ երեսպաշտության ամենավառ ապացույցը, որ հիմա ձեզ ցույց կտամ եւ կհիշեցնեմ, հարգելի գործընկերներ։ Դուք ինչ եք ասում, ասում եք, որ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը պիտի լինի քաղաքականապես զուսպ եւ նա խախտել է քաղաքական զսպվածությունը։ Ասել է թե, որ դուք ասում եք հստակ, որ ՀՌՀ անդամը պետք է լինի քաղաքականապես զուսպ։ Շատ լավ։ Բայց եթե այդպես էր, Հայաստան խմբակցությունը ո՞նց էր առաջադրում ՀՌՀ անդամի պաշտոնին Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը որոշ ժամանակ առաջ։ Դուք Ռուբիկ Հակոբյանի քաղաքական զսպվածության հատկապես որ կողմով էիք գայթակղվել, սիրելի դաշնակցականներ։ Որ Ռուբիկ Հակոբյանի ինտելեկտուալ որ բարեմաստությունն էր ձեզ հատկապես գայթակղել, որ դուք նրան առաջադրում էիք որպես ՀՌՀ անդամի ապագա պաշտոնյա եւ դուք պատրաստվում էիք ընտրել, չէ՞ նրան։ Եվ դուք Ռուբիկ Հակոբյանին հոպատահաբար չէիք առաջադրել, դուք առաջադրել էիք նրան, որովհետև նա Ռուբիկ Հակոբյանն է, ով քաղաքացիական պայմանագրի մասին ասում է այնպիսի բաներ, որ Հակոբ Մովսեսը երբեք չի կարող ասել որևէ մեկի մասին, որևէ կուսակցության մասին։ Սա է ձեր երեսպաշտության ամենավառ ապացույցը, հարգելի գործընկերներ։ Գնացեք մի հատ ձեր նախկին թեկնածուի մասին բան արեք, խոսեք։ Կամ որ ասում եք Հակոբ Մովսեսի արտահայտությունից դաշնակցությունը վիրավորվել է։ Զարմանում եմ, դաշնակցությունը հիմնականում վիրավորում է, ընդ որում ոչ միայն գաղափարապես։ Կամ եթե դուք քաղաքական կուսակցություն եք եւ մասնակցում եք երկրի քաղաքական հասարակական կյանքին, ձեզ համարում եք որպես 100-ամյա կուսակցություն, ձեր վերաբերյալ տրված ինտելեկտուալ գնահատականից խեք է ձեզ վիրավորվում։ Հա? Կուսակցություն եք, չէ՞, ապրող կուսակցություն եք, որը պետք է ունենա նաև ինքնահայեցում։ Իմ մոտ տպավորությունն է երբեմն ձեր խոսքից, դուք մտածում եք, որ դաշնակցությունը, ասենք, խաչքար է։ Խաչքար է, պետք է ասենք միջնադարյան խաչքար է դաշնակցությունը, պետք է հանկարծ չկպնես, թե չէ կնգնիկը կոտրվի։ Եթե տենց եք մտածում, որ խաչքար է, տարեք դրեք թանգարանում, արխիվացրեք, ոնց որ ասեց մեր գործընկերը։ Պարոն Ռուստամյանը խոսեց մահ կամ ազատության մասին, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այս կարգախոսի մասին խոսել եւ հիշեցրել եմ հայտնի այն ձևակերպումը, որ դաշնակցության մահ կամ ազատություն կարգախոսի խնդիրն է նա, որ իրենք մահը տալիս են ժողովրդին, ազատությունը պահում են իրենց։ Եվ դա ճիշտն ասած փաստերով մի քանի անգամ առնվազն հաստատվել է։ Որովհետեւ ժամանակին դաշնակցությունը մահը տվեց Պողոսյանին, ազատությունը պահեց իրեն։ Այդ դաշնակցությունը 27-ին, հոկտեմբերի 27-ին մահը տվեց մյուսներին, ազատությունը պահեց իրեն։ 2008-ի մարտի 1-ին մահը տվեց այն 10 գնդակահարվածին, ազատությունը պահեց իրեն։ Որովհետև գնաց եւ կոալիցիա կազմեց այն ուժերի հետ, ովքեր որ շահառուն էին այն ահաբեկչական ակտերի, որոնք որ տեղի ունեցան։ Հիմա դուք եկել եք ասում եք մահ կամ ազատություն։ Ինքնիշխան պետության մեջ մահ կամ ազատության ձգտումը ինչին է միտված, կարող եք մի հատ բացատրել։ Կամ որ դուք անընդհատ ձգտում եք ազատագրվել։ Երբ որ դու չունես պետություն եւ ուզում ես ազատագրվել դեսպոտիզմից, դա ինչ որտեղ հասկանալի է։ Երբ որ դու ունես ինքնիշխան պետություն, դու ինչից ես ուզում ազատագրվել։ Եվ մի հատ էլ մահ կամ ազատությունը շարունակում ես համարել քո կարգախոսը։ Ինչից։ Ոնց որ թե ձեր մոտ ազատագրական պայքարը հիմնականում հաջողվում է ողջախոհությունից։ Ոնց որ թե դուք հիմնականում ռացիոնալությունից եք ազատագրվել միջև այս պահը։ Եվ ամեն կերպ մենք ձեզ ուզում ենք նորից վերադարձնել ռացիոնալության գիրկը եւ պարոն Մովսեսի ասած այդ քաղաքական ադապտացիան ինձ թվում է դրա մասին է,
Դա նրա մասին չի, որ դուք կրավորաբար բան արվեք, ուծացվեք կոնյունկտուրաներին, դա նրա մասին է, որ դուք 21-րդ դարում լինեք 21-րդ դարի քաղաքական ուժ։ Հիմա դաշնակցությունը ինչ է, դաշնակցությունը հիմա ոնց որ գիտեք ինչ է, Pentium 1 է, ու հիմա ինքը ուզում է Pentium 1-ը տանի iPhone 17-ի վրա բան անի, այդ soft-ը ինստալ անի։ Չի աշխատելու ժողովուրդ ջան։ Ու հերիք չէ, ու ուզում է տա ժողովրդին, որ ժողովուրդն էլ օգտագործի այդ Pentium 1-ը iPhone-ի վրա, որ ասում է վերցրեք, օգտագործեք ժողովուրդն, բնականաբար ոնց վերցնի այդ Pentium 1-ը օգտագործի։ Հələ դուք մնացեք Pentium 1 հասկացանք։ Բայց ժողովրդին կլինչ պարտադրեք դա։ Տիկին Կյուրեղյանը էլի մեզ մեղադրում էր բանի մեջ։ Ասում էր, որ խոսում էր տգիտությունից։ Եվ նաև խոսում էր թվաբանությունից եւ ուզում էր ապացուցել, որ վարչապետը ինչ որ թվեր է սխալ ասել։ Ամեն անգամ, երբ որ Տիկին Կյուրեղյանը խոսում է կրթությունից եւ հատկապես մաթեմատիկայից, ես հիշում եմ, որ Տիկին Կյուրեղյանը պնդում էր, որ Բագրատը մտավ Վանաձոր եւ անձրևը կտրվեց։ Եվ սա ուղղակի բնագիտության ավարտն է։ Թվերը, հա, թվերը իհարկե։ Համաձայն եմ։ Որ թվերից, Տիկին Կյուրեղյան, դուք որ խոսում եք այստեղ պարգևավճարներից։ Հիմա շատ լավ։ Որքանով է բարոյապես ճիշտ, որ ինքներդ ստացել եք այդ պարգևավճարը։ Ընդ որում դա պարգևավճար չի, դա հավելավճար է։ Ինքներդ ստացել եք այդ հավելավճարը։ Բայց գալիս եք այս ամբիոնի մոտից, քննադատում եք այդ հավելավճարը։ Հասկանում եք։ Սրա մասին է խոսքը, ինչի չեք հրաժարվել դրանից, ինչի չեք հրաժարվել, ինչու չեք հետ վերադարձնել պետական բյուջե այն հավելավճարը, որը որ դուք ստացել եք և քննադատում եք մեզ դրա համար և բոլորին դրա համար, ինչի եք տարել, սիրուն, ծախսել, ամեն ինչը արել, հիմա գալիս եք և երեսպաշտորեն, փորձում եք, հանրությանը ներկայացնել, թե դուք բան եք, այսպես բանով ժուշկալ կյանքով ապրող ընդդիմադիրներ եք, որ բան չեք արել, այդ հավելավճարը չեք ստացել, ստացել եք։ Եվ անարդարությունն նրա մեջ է, որ դուք դա ստացել եք, ձեզանից առնվազն մի մասը պարազիտանալով, որ չեք էլ աշխատել դրա համար։ Կամ որ ասենք այդ պարգևավճարից եք խոսում, էլի, ժողովուրդ ջան։ Եվ ասում եք, որ պետական բյուջեի փողերը։ Լավ, բայց ձեր շեֆին Ռոբերտ Քոչյանին խի չեք ասում, այդ որ դատախազությունը քեզանից պահանջում է $200 միլիոն ապօրինի գույք։ Հələ մեկ վերցրեք այդ պարգևավճարները եւ մի հատ դրա կողքը դրեք Ռոբերտ Քոչյանի $200 միլիոն, Տիկին Կյուրեղյան։ Դա ձեզ ոչ մի բան չի ասում։ Դա ձեզ չի մղում հայրենասիրական պորտկումների։ Ձեր հոգու լարերը չեն բանանում, դողդղում Ռոբերտ Քոչյանի $200 միլիոնից, թե կարող է պատահի, որ ամեն դեպքում այդ տորթից դուք էլ ձեր մասնիկներն ունեք, դրա համար դրա մասին չեք խոսում։ Իմ ժամանակն ավարտվեց, վստահ եմ, որ խմբակցության անունից դեռ ելույթներ կլինեն արձագանքելու եւ նաեւ ես այդ ժամանակ արդեն մեր դիրքորոշման մասին կխոսեմ։ Ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, ես երբեք ինձ թույլ չեմ տա Հակոբ Մովսեսի պարագայում հնչեցնել Հակոբ Հակոբյան ազգանունը, որտեղ Հակոբ Մովսեսին, երբ որ մենք ճանաչել ենք, գրող, հրապարակախոս, մտավորական, թարգմանիչ, ամեն ինչ, փիլիսոփա, ինքը Հակոբ Մովսես եղել է, մեր հասարակությունը ճանաչում է Հակոբ Մովսեսին, ինքը միշտ եղել է այդպիսին։ Նախարար ժամանակ էլ ինքը ունեցել է իր ըմբոստության չափաբաժինն 90-ականներին, եղել է նախարար, մշակույթի նախարար, լավ նախարար, դա նաև մեր գործընկերներն էին նշում, որոշ գործընկերներ, որ առնչվել են թե իր գրական ժառանգության, թե ընդհանրապես իր պրոֆեսիոնալ գործունեության հետ։ Ես Արծվիկ Միրասյանը այստեղ չէր, որ Բաբկեն Թունյանի պես շնորհակալություն ասեի, որ այս հարցը բերեց այստեղ լիագումարնիստ, նախ առաջին հերթին մեր ժողովուրդը ծանոթացավ իմ պատկերացմամբ բավականին մեծ մտավորականի հետ, որը այսօր նաև հանդես է գալիս մեկ դեմքով, որտեղ Հակոբ Մովսեսի, եթե նայենք ընկերական շրջապատը, որոնք բացակայում են, Վրեժ Իսրայելյան, Հրաչ Թամրազյան, Լևոն Խեչոյան, եւ այդպես
նրանք մահացել են, բայց բոլորը եղել են այն սերունդի մտավորականները, որոնք մեծ արժեք են թողել մեզ համար։ Եվ 90-ականների հաջողությունները նաև կապված են այն իրողությունների հետ, որ այդ մտավորականներ ինչ որ պահի դարձան Հայաստանի կառավարության կրողներ։ Դա շատ լուրջ փոփոխություն էր 90-ականը, մենք այսօր ամեն ինչի մասին խոսում ենք, բայց պետքա խոսենք այն համատեքստում, որ 90-ականները ինքը նաև հնարավորություն են տվել բոլոր քաղաքական ուժերին գան Հայաստան եւ մասնակից լինեն այն process-ներին, որի մասին խոսում ենք որպես ադապտացիայի հնարավորություն։ Ես ընդմիջման մի պահ Հակոբ Մովսեսին հարցնում էի իմ պատկերացումներ ինքը կիսում ադապտացիայի մասին, որտեղ ադապտացիա դա նշանակում է ունակ լինել փոփոխություններին արագ արձագանքելու եւ եթե ունես քաղաքական պատասխանատվություն, ապա քո առաջնորդությունը ճիշտ ուղղորդես, որպեսզի մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգային խնդիրները կարողանաս լուծես։ Վերջին հաշվով Դաշնակցությունը, երբ որ ստեղծվել է 1890 թվականին Թիֆլիսում, նրա նպատակը եղել է պետականություն չունեցող ժողովրդի անվտանգային խնդիրների լուծմանը եւ պարոն Հակոբ Մովսեսը բազմիցս նշեց, որ Դաշնակցության հետ կապված ինքը ճշնամանք չունի։ Դա չարձանագրվեց մեր գործընկերների կողմից։ Բայց այն հայտարարությունը, որ արվել է նաեւ Դաշնակցության համար իրենց նպատակները հստակեցնելու եւ ուղղելու առումով, դա այդպես էլ չընկալվեց։ Ինչ ասի Հակոբ Մովսեսը, ասում է մենք ունեցել ենք հնարավորություն, բայց դուք այդ հնարավորությունը անտեսել եք, թողել եք հետևում։ Ես նորից ուզում եմ անդրադառնամ ադապտացիայի խնդրին։ Ադապտացիա Դաշնակցությունը ունեցել է, երբ որ Թուրքիայում, երբ որ իշխանությունը ձևավորում, ինքը այնտեղ 10-14 պատգամներով ներկայացված է եղել։ Այսօր խոսվեց, որ այդ ներկայության պարագայում իրենք ունեցել են շանս քաղաքական ադապտացիա իրականացնել եւ կարողանալ պետություն չունենալու պարագայում կառավարել մեր երկրի, ուրեմն մեր ժողովրդի անվտանգային խնդիրները։ Իհարկե Դաշնակցությունը անուրանալի նաեւ խմբեր ակտիվորը, որպեսզի այդ խնդիրը լուծեն։ Դրանք ֆիդայական խմբեր են եղել, բայց որտեղ որ իրենք հաջողել են, ասենք Վանի պաշտպանությունը, Արամ Մանուկյանի շնորհիվ եւ այդպես շատերը, բայց նաեւ մենք կորցրել ենք այն մտավորականներին, որոնք այդ խնդիրը դրված էր եւ իրենք պետք է լուծեին, չի ստացվել։ 90-ականներին պարոն Ռուբինյան, ես ասեմ, որ հարթակում ես եղել եմ եւ պարոն Գեգամ Մանուկյանը եղել ուսանողական շարժման, երբ որ այն ժամանակվա քաղաքական դեռ իշխանության չեկած Ղարաբաղ կոմիտեն Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկ արեց Հայաստան վերադառնան բոլոր կուսակցություններին, առաջին հերթին Հայ-Եղափոխական Դաշնակցությանը, Ռամկավար ազատական կուսակցությանը եւ Հնչակյան կուսակցությանը։ Իհարկե դրանից հետո ծնվեցին այն անորոշությունները, որ էլի ադապտացիայի բացակայության խնդիր էր։ Դաշնակցությունը կողմը լալով դեմը լավ։ Հիմա կողմ ու դեմի խնդիրը չէր։ Պետք է ճիշտ գնահատեին պահը եւ այդ գնահատականի շնորհիվ իրենք կարողանային այստեղ Հայաստանում մաս դառնային դեպի անկախություն գնացող մեր օրակարգին։ Չի եղել։ Դուք հիմա 004 բանաձևն եք ասում։ Այո, դրանք կան։ Բազմաթիվ օրինակներ ես կարամ բերեմ իրենց հաջողված, պետության համար աջակցությունից, սկսած կարողացել են նաև ազատագրական պայքարի Արցախի հետ կապված նաև զենք հասցնեն Արցախ։ Բայց նաև եղել է հակառակը, ափսոս իրենք այստեղ չեն։ Զենքը տրվել է նրանց, ովքեր դարձել են դաշնակցականներ։ Դա էլ է շահարկվել։ Բայց հիմա դա չի հարցը։ Հարցը նա է, որ այսօր այն շանսը, որ Հակոբ Մովսեսը տվեց նաև դաշնակցության եւ դարձավ դաշնակցության թեմա։ Իրենք են բերել այս հարցը։ Ընդ որում ամենահին դաշնակցականը այստեղ դաշնակցության խմբակցության մեջ Գեգամ Մանուկյանն է եւ Արմեն Ռուստամյանն է։ Արսվիկ Մինասյանն ինքը ընդունեց, որ ինքը նոր դաշնակցական է եւ դաշնակցական դարձել այն ժամանակ, երբ որ արդեն Հայաստանում ներքաղաքական իրավիճակներում եղել է այնպիսի իրավիճակ, երբ որ կոալիցիոն կառավարություն պետք է կազմեր եւ այնտեղ նաեւ կադրային առաջխաղացման հնարավորությունները բացվել շատերի համար։ Ես իմ ելույթը, որ sense վերնագիր դնեի, երևի դնեի մի ուրացիր եղբորդ, հատկապես Լիլիթ Գալստյանի ելույթից եւ Քրիստինա Վարդյանի ելույթի այդ բովանդակությունը լսելուց առաջ։ Չգնահատել այն սերունդի մտավորականների այն թողաջառանգությունը, որով մենք պետք է հպարտանանք, դա անթույլատրելի է։ Բա ինչով պետք է հպարտանանք։ Խարդավանքներով։ Չէ, երբ որ պետականություն չենք ունեցել, արդարացված են որոշ
զարգացումներ, հա, բայց երբ որ ունենք պետականություն, հետաքրքրվեց, երբ որ 18-ից 20 թվականին դաշնակցությունը իշխանություն էր, զենքի վրա երդվելը դեռ մնացել էր, թե չէ։ Իրենք ընկալել են, որ պետություն, արդեն պետություն ենք։ Եվ զենքի վրա երդվելը, մինչև հիմա եթե շարունակում ենք, դա խանգարում է իրանց առաջ նայելու։ Ես ընդմիջմանը նաև մեր հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց այդ զենքի վրա երդվելը, այդ ավանդույթը որ թվին է դրվել եւ ինչի է շարունակվում, որտեվ դա ըստ էության իրենց խանգարում է եւ Հակոբ Մովսեսը դա երբ որ հիշատակել է, իրանք պետք է դա վերցնեն եւ իրենց ապագա քաղաքական օրակարգը ձևավորելուց պետք է կարողանան այդ խնդիրների առնչությունից իրենց դուրս դնել։ Հակոբ ջան չեն անելու հիմա, որովհետև ափսոս Տիգրան Պարսիլյանը այստեղ այնքան կարևոր մի հատ հարց դրեց, ասեց լավ, դաշնակցությունը ամենամեծ ֆրակցիան ունեցել է հիմա։ Վերջը դաշնակցության լիդերը Ռոբերտ Քոչյանն է, թե չէ։ Միշտ կասկած է եղել, որ Հունաստանում Ռոբերտ Քոչյանը ինչ-որ պահի, պարոն Աղազարյանի ափսոս այստեղ չի, անդամագրվել է դաշնակցության կուսակցության շարքերը։ Դա իրականություն է, թե չէ, այսպես ռետորական բան եմ հնչեցնում, որի պատասխանը կակնկալեմ եզրափակիչ ելույթում Արծվիկ Մինասյանի կողմից։ Դա իրականություն է, թե չէ։ Հակառակ դեպքում չի բացատրվում, որ Հայաստան խմբակցության ամենամեծ քանակի անդամներ ունի դաշնակցությունը, բայց դաշնակցությունը չունի իր առաջնորդը։ Չէ՞ որ Արմեն Ռուստամյանը ըստ էության բյուրոյի ներկայացուցիչն է, գուցե Արմեն Ռուստամյանը պետք է լիներ։ Հիմա խոսում են երդվել, չի երդվելուց։ Իշխան Սաղաթելյանը երդվել է այստեղ։ Ես ինչքան հիշում եմ, չի երդվել։ Մի պատգամավոր ունենք, որ մեջքով էր նստում։ Ինչքան հիշում եմ, նա էլ չի երդվել։ Ինչի չի երդվել, բա պետությունը ուր մնաց։ Բա պետության նկատմամբ մեր ընկալումները որտեղ մնացին։ Երդվելը այսօր տեղափոխվել է մեր զինված ուժեր։ Զենքի վրա պետք չի երդվել։ Պետք է երդվել զինված ուժերում, երբ որ զորակոչվում ես, եւ դու 1 ամիս հետո պետք է երդվես զենքը ձեռքիդ հայրենիքին պաշտպանությանը անվերապահորեն նվիրվելու համար։ Բա հենց այդտեղ է պետությունը։ Իրենք երդվում են ինչ-որ անորոշ, մեկ-մեկ էլ ասում է բան չի, Մաուզեր չի, Մաուզերն էլ մարտական չի, եթե մարտական էլ չի, դանակ կարա լինի եւ այլն պատարակախ եւ այլն, դա չի լինում։ Դա հոգեբանություն է, մի երդվեք։ Եվ մահը եւ ազատությունը մի կապեք իրար հետ։ Մարիան Կարապետյան շատ գեղեցիկ ասես ազատությունը բերեք առաջ, մնացածը ինքը կծառայի այդ նպատակին եւ կհասնեք դրան։ Իմ ասածը հետեւյալն է, ես բնականաբար չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ հակակոռուպցիոն հանձնաժողովը տվել է եզրակացություն, որտեղ տեսել է Հակոբ Մովսեսի ասացի մեջ, կարող է եւ տեսել է, բայց ես ինչի չեմ տեսնում, որտեղ ես ուզում եմ տեսնել, որ Հակոբ Մովսեսը, որը ընդունել է, նաեւ գրավոր, որ այդտեղ խնդիր կա, միաժամանակ իմանալով իմ լավ բարեկամին, ինքը ըստ էության չի կարա չլինի Հակոբ Մովսես։ Իրանք անդադ ստիպում են, որ լինի Հակոբ Հակոբյան, ինչպես Զանգեզուր ֆիլմը հիշում եք, Նժդեի մասին, երբ որ անդադ ասում են, այ դուք լինել Հակոբ Հակոբյան։ Ժողովրդի հիշողության մեջ մնացել է, ոնց որ Սարոյան եղբայրներում Ռուբինյանը ասեց ինչ որ կտորի մասին, բա Ռուբինյան, բայց Սարոյան եղբայրում մի հատ հրաշալի կտոր կա, ուշադիր նայեք, միշտ նայում եմ։ Դա գերեզմանում, Պապի գերեզմանին նստած Հայկի ու Գևորգի երկխոսությունն է։ Դա գրել է Հրանտ Մաթեոսյանը։ Դրա համար դա տարբերվում է մնացած սցենարի բոլոր դրվագներից։ Այնտեղ խորը բան կա դրված։ Սկսած տիրոջ զգացումը, այդ պահին մեր ժողովրդի վիճակը, Գևորգի եւ Հայկի կերպարը շատ ճիշտ եք ասում, այո։ Այդ հակասականության մեջ մենք Գևորգից անկախության, հա, պատկերացումները կորցնելով դարձանք Հայք։ Եկեք ճիշտ գնահատենք, նաեւ շանս էր տրված մեր ընդդիմացի գործընկերներին, գուցե վերադառնան դալիճ, ինչի լքեցին, որովհետև Աննա Գրիգորյանի ձայնի իրավունքը ըստ կանոնակարգ օրենքի պահանջի հնարավոր չէր ձայն տալ, արտոնյալ չպետք է չլինի։ Այսինքն Աննա Գրիգորյանի ձայնը ավելի կարևոր էր, քան թե այն հարցի քննարկումը, որը մենք այստեղ պետք է ունենանք։ Խորին հարգանքով Աննա Գրիգորյանի պատրաստած տեքստի, որ ինքը գրավոր կարող է ներկայացնի այն բոլոր լրատվամիջոցներին, որը գտնում է իրենց ազդեցության գոտում։ Ես կներեք վերջում, բնականաբար հաշտ չեմ հակակոռուպցիոն կոմիտեի եզրակացության հետ կապված, որովհետև Հակոբ Մովսես իմ կարծիքով, լինելով Հակոբ Մովսես, առողջացման տեսակետը ասել, որը պետք է առաջին հերթին եւ դաշնակցությանը եւ մեր ժողովրդին
որտեղ հնարավորություն ունենք լսել այսպիսի մտավորականի եւ այս առիթը մենք մաքսիմալ կարողացանք օգտագործենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ 12 փետրվարի 2026 թվական ժամը 15:22 Դաշնակցությունը փաստացի հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին, հերթական կապիտուլյացիայի մասին։ Ինչ եմ ասում։ Ուր եք, ժողովուրդ ջան, հարգելի ընկերներ, որ հիմա ռադիո ընդունիչներով լսում եք այս ելույթը նույն շենքում, ուր եք։ Դուք, որ խոսում եք հայրենիքի պաշտպանության, հայրենիքի փրկության, առաջնագծի, առաջնամարտիկության ու մնացածի մասին, ուր եք։ Ձեր քաղաքական կուսակցության մասին ենք խոսում։ Ամբողջ քննարկումը ձեր կուսակցության մասին է։ Մի հոգի չկա, որ ձեր կուսակցության համար ստեղ նստած է ու լսում է ձեր կուսակցության հասցեին ասվողը։ Մի հոգի չկա, որ ձեր կուսակցության ուղված հարվածը իր վրա է վերցնում։ Չկա այդպիսի մի հոգի։ Դա նշանակում է, որ տենց կուսակցություն որպես այդպիսին չկա քաղաքական դաշտում։ Ինձ թվաց դաշնակցական եկողեն են պարոն Եղոյանն էր։ Եվ հետևաբար դաշնակցական կապիտուլյացիան շարունակվում է, դա շարունակական պրոցես է։ Ու սա զարմանալի չի, ինչի սա զարմանալի չի։ Պարոն Ռուստամյանն ասում է, ծանր հրետանին հանել եք դաշնակցության դեմ։ Այ պարոն Ռուստամյան ջան, դաշնակցության դեմ արդեն էլ ծանր հրետանու կարիք չկա, միրագատկեն ամբողջությամբ հերիք է։ Դուք էլ են հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չեք։ Դուք արդեն մի կուսակցություն եք, որը պարզապես սարսափում է խոսքից։ Ձեր կարգախոսն է մահ կամ ազատություն, բայց այդ ազատության երկրորդ բաղադրիչից, այդ կարգախոսի երկրորդ բաղադրիչից, ազատությունից ու դրա դրսևորումներից ամենակարևորներից մեկից, խոսքի ազատությունից դուք սարսափում եք։ Դուք սարսափում եք այս քննարկումից, դուք սարսափում եք Հակոբ Մովսեսի հարցազրույցից, դուք սարսափում եք ցանկացած մի բանից, որը ձեր բանով չի անցել։ Ձեր չէ, այսինքն ձեր գերադասության ինչ էին ասում այդ հին կառույցների սովետական, գլավրիդով չի անցել, հա։ Սարսափում եք այդ ամեն ինչից։ Ու ես կարծում եմ, որ արդեն շատ վաղուց է ժամանակը, որ դաշնակցության կարգախոսը փոխվի, որտեղ դաշնակցությունը անցած դարի վերջերից արդեն իսկ էլ ինքը մահ կամ ազատություն կարգախոսի հետ ոչ մի առերեսում չունի ու ոչ մի կապ չունի։ Դաշնակցության կարգախոսը արդեն վաղուց եղել է եւ կա, եւ ես կարծում եմ, որ պիտի հենց այսօր, հենց այս դահլիճում հայտարարվի դաշնակցության նոր կարգախոսը եւ ես ին վրա եմ վերցնում այդ բեռը, քանի որ այստեղ ոչ մի դաշնակցական չկա։ Եվ թույլ տվեք այսօր իլուր համայն Հայաստանի հայտարարել դաշնակցության նոր կարգախոսը՝ մահ կամ գուբերնիա։ Մահ կամ գուբերնիա։ Իհարկե, այս ինչպես եւ յուրաքանչյուր քաղաքական կարգախոս, սա եւս էվոլյուցիայի տեղ ունի։ Մահ կամ գուբերնիա այդ կարգախոսը ինքը ժամանակի ընթացքում ես կարծում եմ շատ լուրջ հավակնություն ունի դառնալու եւ մահ եւ գուբերնիա։ Որովհետեւ եւ մահ եւ գուբերնիա եւ էլի մահ։ Սենց ավելի ամբողջական է ինձ թվում է, որովհետեւ այս դաշնակցությունը ազատության հետ ոչ մի կապ չունի։ Պարոն Կոջյանը հարց էր տալի, ասում էր, «Էդ ինչից եք այտենց փորձում ազատվեք»։ Ազատությունից, պարոն Կոջյան։ Ազատությունից։ Իրանք փորձում են ազատվել ազատությունից, որովհետև դաշնակցությունը արդեն տասնամյակներ է, ինչ իրան չի պատկերացնում որպես ազատ պետության, ազատ կուսակցություն։ Դաշնակցությունը արդեն վաղուց չի պատկերացնում, որ ինքը կարա ինչ-որ մի հատ քաղաքական օրակարգ մշակի, որ ինքը կարա քաղաքական միտք գեներացնի։ Չի պատկերացնում, որ առհասարակ կարա լինի քաղաքական կուսակցություն, որտեղ FSB-ի ագետներ չկան։ Հասկանում եք, որտեղ մարդիկ կոչումներ չունեն բանի տակից, կոստյումների տակից կամ կանայք իրանց զգեստների տակից, սենց ուսներին բան արած, դաջած, կամ փիլոնների տակից, այո, չունեն այդ կոչումները։ Չի հասկանում, որ կա քաղաքացիական կյանք, որտեղ մարդիկ ազատ են, քաղաքացի են, քաղաքական են, քաղաքականությամբ են զբաղվում։ Դժվար է դա պատկերացնում։ Ու հենց այդ ասում եմ, մեր գաղափարախոսությունը, մեր պայքարը, մեր 130 տարվա կուսակցությունը եւ այլն։ Գիտեք ինչի է եկել հանգել ձեր 130 տարվա կուսակցությունը ու ձեր 130 տարվա գաղափարախոսությունը։ Երեք քննչական հաղորդագրությունը տարածեց։ Վաղարշաբաթի ընտրություններում
Ոնց էին ձեն հավաքում։ Չեն գնում, ասում մենք 130 տարվա կուսակցությունն ենք։ Մենք մահ կամ ազատության գաղափարախոսության կողմնակիցներն ենք։ Իրանց կուսակցության համար ձեները հավաքել են հետևյալ կերպ ըստ այդ գաղտնալսումների։ Գեթաս քֆուր կդնես վրեն, որ գնա իրանց ընտրի, այդ իրանց ինչ որ հիբրիդային մի հատ ինչ որ ձևավորում էին գոյած։ Քֆուր կդնես վրեն։ Բայց ես հասկանում եք, դաշ այդ քֆուր դնելով դուք տարվել եք այդ ընտրությունները, այդ նշանակում է, որ ձեզ ընտրել այդ քֆուրից է վատ է այդ մարդկանց համար ախր։ Այսինքն ցանկացած ես ենթադրում եմ, որ այդ քֆուրը շատ մարդու վրա է դրվել, որպես այդպեսին, բայց բոլոր մարդկանց այդ մեծամասնությունը հասկացել է, որ ախպերի ջան, ցանկացած քֆուր շատ ավելի թույլ բան է, քան ձեզ ընտրելը։ Ասում եմ մահ կամ ազատություն։ Լավ է, բան, տենց քֆուր կամ ազատություն, տենց ինչ որ քվազի բաներ է պետք մտածել ձեր համար։ Քոչարյան կամ ազատություն, այո։ Բայց Ռոբերտ Քոչարյան, պարոն Անդրանիկ Քոչարյան, միանշանակ Ռոբերտ Քոչարյանի մասնախոս։ Բայց գամ այս ամեն ինչի լուսավոր կետին։ Մեր քաղաքացիները ես վստահ եմ, որ հասկանում են, որ դաշնակցության կապիտուլյացիան դա միայն դաշնակցության կապիտուլյացիան չի։ Որտեվ դաշնակցությունը իրականում է եւ մահ եւ գուբերնիա կարգախոսի, թեև գաղափարական առաջամարտիկն է, բայց այտենց ամենամեծ ուժը չի։ Ինքը այտենց բանն է, գուցե եւ այդ նիզակի սրածայրն է, բայց բանը չի, ինքը հիմնական ուժը չի, հիմնական հենքը իր վրա չի պահում։ Մահ կամ գուբերնիա կամ եւ մահ եւ գուբերնիա այս կարգախոսի թիմերը առհասարակ կապիտուլացվել են, որտեվ նրանք նույնիսկ Հայաստանի համար ամենաողբերգական պատերազմից ու ողբերգական պարտությունից ու առհասարակ այդ ողբերգությունից հետո տեսել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ մահ եւ գուբերնիա կարգախոսին հակադարձել են շատ պարզ եւ շատ հստակ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ասել են, ասում են եւ նրանց այս թեզին պատասխանելու են մի բառակապակցությամբ. կյանք եւ ազատություն, կյանք եւ ազատություն, կյանք եւ ազատություն, որովհետեւ դա է այն, ինչի համար որ մենք ապրում ենք, դա է այն, ինչի համար որ կա մեր պետությունը, կյանք եւ ազատություն։ Շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, գիտեմ ձեր մոտից չի երևում, հարգելի հայրենակիցներ, բայց դաշնակցության աթոռները դատարկ են եւ այս առիթով մինչ ելույթը սկսելը ուզեի պարոն Արծվիկ Մինասյանին հարցնել, բայց ձեզ պետք էր։ Այս քննարկումը շատ կարևոր թեմաների անդրադարձավ եւ շատ կարևոր թեմաներ քաղաքական տեսանկյունից ակցենտավորեց։ Խոսքը քաղաքական զսպվածության մասին է, մասնավորապես, որի մասին գիտեն բոլորը, բայց քչերն են այն պահպանում, երբ օրինակ մոտենում են այս ամբիոնին կամ հարցազրույցներ են տալիս իրենց քաղաքական թիմի հետ աֆիլացվող լրատվամիջոցներին։ Ես շատ կուզեի պարոն Մինասյան, որ դուք էլ հետևեիք ձեր իսկ խորհրդին եւ պահպանեիք քաղաքական խոսույթի այն հիգիենան, ստերիլությունը, զսպվածությունը, զգայունությունը, որի մեջ այսօր մեղադրում եք պարոն Հակոբյանին։ Եվ գտնեիք, որ ձեր խոսույթից էլ Հայաստանի Հանրապետությունում կան եւ կլինեն քաղաքական ուժեր եւ կուսակցություններ, ովքեր կվիրավորվեն։ Օրինակ, երբ ձեր ֆրակցիայի ներկայացուցիչը մեզ ամենավերջին որակումներն է տալիս, ես նույն ինտուզիազմը ձեր վարքագծում չեմ տեսնում։ Ես օրինակ չեմ տեսնում, որ դուք ձեր երիտասարդ գործընկերոջը ասեք Իշխանիկ ջան, Բալիկ ջան, պետք է պահպանել քաղաքական խոսքի զսպվածությունը։ Դուք այստեղ հպարտանում եք, որ մեկ դարուց ավել քաղաքական կուսակցություն եք եւ այլն, բայց դուք այնքան քաղաքականապես սնանկ եք, որ ձեր քաղաքական գաղափարախոսության կարևոր նշանաբանն է մահ կամ ազատությունը, իսկ միակ քաղաքական փաստարկը ուրիշներին թրքասեր եւ թրքաբարո անվանելն է։ Այսինքն, եթե չկա տվյալ ազգության նկատմամբ թշնամանք կամ վերանում է այդ թշնամանքը, դուք բնականաբար ձեր քաղաքական ինքնությունը ոչնչացնում եք։ Դուք պարոն Ռուբինյանին առիթ անառիթ անընդհատ այսպես մատնացույց եք անում կամ մեղադրում եք թուրք գործընկեր ունենալու մեջ, չհասկանալով եւ չպատկերացնելով ըստ երևույթին պարոն Ռուբինյանի ստատուսը, բայց այստեղ մի ուրիշ հարց է առաջանում։ Ես ուզում եմ բոլորն իմանան, այդ թվում նաեւ դուք էլ իմացեք, գուցե չգիտեք, որ Հայաստանի հայոց պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ չկա այնպիսի քաղաքական ուժ եւ չկան այնպիսի քաղաքական կուսակցություններ, որ ձեզնից ավելի շատ թուրք գործընկերներ է ունեցել։ Հարգելիներս, դուք Թուրքիո կառավարությունում տեղեր եք ունեցել թուրքական մեջլիսում։ Եվ այս համատեքստում կուզեմ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, ով
բոլորովին այլ խոսույթով հանդես եկավ, դետալների մեջ չեմ ուզում խորանալ, ընդհանրապես ուզում եմ արձանագրեք, որ Ռոբերտ Քոչյանը ըստ երևույթին ձեր գաղափարախոսության մասին տեղյակ չէ, կամ չի հետևում երևի թե այն նիստերին, որի ընթացքում դուք ինչ-որ հարցեր եք բարձրացնում, կամ դուք Ռոբերտ Քոչյանի հետ կոմունիկացիայի խնդիր ունեք, կամ խաբում եք ձեր ընտրողին, կամ կողմը լալով դեմ եք, իսկ հակառակ պնդումը նույնպես ճիշտ է։ Ես ինչ հասկացա այս քննարկումից։ Հասկացա, որ դուք, հարգելի դաշնակցականներ, ձեր քաղաքական ուժի գործունեության որոշ պատմական դրվագների գնահատականների հետ խնդիր ունեք։ Դուք պատրաստ չեք առերեսվել այս խնդիրների հետ, որի պատասխանը եւ որի գնահատականը ի դեպ տվել է ժամանակը, պատմությունը եւ անգամ ձեր իսկ գործընկերները, հարմարելով, որ դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Դա մենք չենք ասում, դա ասել են ձեր գործընկերները։ Ինքնահայեցվեք, ընկերներ։ Դրանով դուք անցյալի պատմությունը իհարկե չեք փոխի, բայց ներկայի եւ ապագայի առումով դեռ կարող եք միանալ այն քաղաքական առողջ ուժերին, ովքեր ուզում են Հայաստանը պահել անկախ եւ ինքնիշխան, եւ ինչպես ձեզ շատ հայտնի խոսքն է ասում վասն հայրենյաց եւ վասն հավատոյ։ Ձեզ խորհուրդ տվեց պարոն Հակոբյանը, որ քաղաքական առումով ադապտացվեք, որովհետեւ դա է այսօրվա այն միակ հրամայականը, որ կարող է ձեր մոտ կենսունակություն ապահովել։ Հիմա, քանի որ դուք պարոն Հակոբյանին մեղադրում եք քաղաքական զսպվածությունը չպահպանելու մեջ եւ նա հանդիսանում է ՀՌՀ անդամ, այս պարագայում պարոն Ռուբինյանը իմ մտքի մասին արդեն ասեց, օրինակ ես ուզում եմ հասկանալ, օրինակ երբ որևէ հեռուստաընկերություն ցույց է տալիս նվագախմբի տղաները, Սարոյան եղբայրները կամ Զանգեզուր ֆիլմը, այդ դեպքում դուք ինչու դիմումով չեք դիմում ՀՌՀ-ին, ասեք օրինակ, որպեսզի տուգանեն այդ հեռուստաընկերություններին, թե այնուամենայնիվ այդ ֆիլմերի մեջ որոշ պատմական դրվագների հետ դուք համաձայն եք։ Կամ Տիկին Գալստյանը մեզ ասում է, չի ուզում մեր հետ քննարկել, թե ինչ է երթումը եւ ինչ է սահմանադրությունը։ Մեզ հղում տալուց առաջ ցանկանում եմ, որ Տիկին Գալստյանը հենց իրենց հղում տա եւ օրինակ բերի այնպիսի մի դեպք կամ դրվագ, երբ 91 թվականից հետո նորանկախ Հայաստանի պատմության մեջ ներքին խժդժություններ հրահրելու, սահմանադրական կարգի տապալմամբ, զենքի գործադրմամբ, խուլիգանական արարքներով ինչ որ դեպքեր են գրանցվել եւ օրինակ դաշնակցական կուսակցությունը դրա մեջ մաս չի կազմել։ Ես օրինակ չեմ հիշում։ Այստեղ խոսում են, որ երևելիներ են եղել դաշնակցության շարքերում, որի մասին խոսում է նաև հայոց պատմությունը, խոսում են նաև մենք եւ բնականաբար այո կան անհատներ, որոնց թողած հետագիծը չի կարելի ուրանալ եւ չի կարելի մոռանալ, բայց հարգելի դաշնակցականներ, դուք քաղաքական առումով այնքան անհանդուրժող եք, որ ձեզնից դուրս որևէ մեկին ոչ տեսնում եք, ոչ նկատում եք, ոչ էլ պատկերացնում եք, որ կարող են լինել էլի քաղաքական ուժեր։ Դուք ուզում եք, որ հայ ժողովուրդը ձեզ անընդհատ ինչ-որ պարտք վերադարձնի, դուք ուզում եք, որպեսզի հայ ժողովուրդը ձեզ զոհեր մատուցի, դուք ուզում եք, որ հայ ժողովուրդը օրինակ ձեր համար մեծարման երեկոներ կազմակերպի եւ այսպես, չգիտեմ, ձեզ դիմի աստվածներ կամ կիսաստվածներ, ինչը բնականաբար չի եղել եւ չի լինելու։ Բայց դուք մոռանում եք օրինակ ասել, թե ովքեր են հեռացել դաշնակցությունից, քիչ առաջ պարոն Կոնջորյանը խոսեց Ռուբիկ Հակոբյանի մասին, Ռուբիկ Հակոբյանը իհարկե այն անհատը չէր, որի մասին կարելի էր այս ամբիոնից խոսել, բայց ուզում եմ ասել, որ անգամ նա չի կիսել ձեր գաղափարախոսությունը եւ հեռացել է ձեզնից։ Իսկ պարոն Հակոբյանի հարցազրույցում ընդհանուր առմամբ ես երեկ էլ իմ խոսքում նշեցի, որ կա սրտացավություն եւ այո ահագին բարդ է ընդունել, որ ձեր մեկ դարուց ավել քաղաքական ուժը եկել հասել է 2026 թվական եւ դարձել է Ռոբերտ Քոչարյանի մասովկան։ Ինչ խոսք այստեղ դուք ունեք մտածելու բան, մենք չունենք եւ քանի որ մի քիչ ժամանակ ունեմ, ուզենի անդրադառնալ Քրիստինե Վարդանյանի ելույթին, ով ասում է, որ որոշ նկարներ դրեք ձեր աշխատասենյակներում եւ այլն, ըստ երևույթին նկատի ունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարին, դուք էլ ձեր Քոչարյանի նկարը դրեք, թե վախենում եք, որ Քոչարյանի նկարը դնեք, էլ չեք կարողանալու մտնել սենյակ կամ այնուամենայնիվ մտնելուց մի 3 անգամ խաչակնկվելու եք շարից փորձանքից հեռու։ Տիկին Վարդանյան, դուք ապացուցեցիք, որ դուք նախ դաշնակցական եք, հետո Քրիստինե Վարդանյանն եք, հետո նոր Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ճիշտն ասած, իմ կարծիքով պետք է լիներ հակառակը։ Շնորհակալություն։